ինքը պիտի անընդհատ զարգանա, անընդհատ աճի։ Երկու հարց նորից բաց էր մնացել, ես հիմա այսպես է, նախ մի հարց։ Եթե որևէ քաղաքացի հրաժարվում է պարտադիր ապահովագրությունից եւ ինքը ասում է, որ ես ուզում եմ օգտվել կամավոր մասնավոր ապահովագրությունից, ինչ է սպասվում այդ քաղաքացուն, այդ մի հարցը եւ մի շատ կարևոր հարց նորից։ Պոլիկլինիկաները շատ լուրջ աշխատանքային ծանրաբեռնվածության առաջ են կանգնելու հունվարի 1-ից սկսած, որովհետև նախնական ստուգումներ, հետազոտություններ պետք է ունենա անցնի քաղաքացին օգտվելու համակարգից։ Էլի հարց, պոլիկլինիկաները արդյոք պատրաստ են նման ծանրաբեռնվածությամբ աշխատանքի եւ արդյոք նախատեսվում է, հարցս կրկնում եմ, աշխատավարձերի բարձրացում բուժքույրերի, բժիշկների, որովհետև նրանք այն ինչը որ հիմա ստանում են, միգուցե շատ բարձր են ստանում, բայց իրենք արդեն մինչև այս պահը կատարված աշխատանքների համար են անում, լրացուցիչ լուրջ ծանրաբեռնվածությունը, աշխատավարձի բարձրացում նախատեսում է, թե ոչ եւ ինչ մեխանիզմով։ Միանշանակ, այո, պետք է հաստատեմ, որ առաջնային օղակի թե թերապևտ, ընտանեկան բժիշկ եւ մանկաբույժների եւ նաեւ նեղ մասնագետների։ Այս մասով մենք եթե վերջին տարիներին մեր բոնուսային համակարգերը բավական փոխել են աշխատավարձային պատկերը այս մարդկանց համար, նեղ մասնագետների առումով իսկապես մենք այստեղ խնդիր ունենք։ Եվ ապահովագրության փաթեթի մեջ ներառվող ծառայությունները նաեւ տրամաբանությունն է որոշակի փոխվում, որ առաջնային օղակում նաեւ ծառայության վճարներ են ստանալու, այսինքն կոնկրետ դեպքի սպասարկման, այնտեղ տարբերակումներ կան, բայց այստեղ նայեք, տեսեք, ծավալը ավելանալու է, հոսքը ավելանալու է, այո, այդ հոսքի մի մասը պեր կապիտայի շրջանակներում է վճարվելու, բայց նաև վճարվելու է կոնկրետ ծառայությունների դիմաց, այսինքն ինչքան շատ սպասարկի, այնքան ավելի շատ հասույթ կունենա եւ աշխատավարձի վերանայման այստեղ հնարավորությունները շատ մեծանում են, նաև բուժքույրերի մասով։ Այո, աշխատավարձերի վերանայում միանշանակ սպասվում է։ Տեսեք, հրաժարվելու պարագայում։ Սա պարտադիր վճար է եւ ինչպես օրինակ չենք կարող հրաժարվել զինապահի պարտադիր վճարից, չենք կարող նաեւ հրաժարվել առողջության ապահովագրավճարից, բայց նորից հասկանալով, որ սա մեկնարկային առաջին տարին է, մենք չվճարման տույժերն ու տուգանքներ չենք կիրառելու այս տարվա ընթացքում։ Մարդը, եթե վճարման խզում կունենա, նրա ապահովագրական փաթեթը կսառի, մինչև որ կշարունակի իր վճարումները արդեն իրականացնել, այստեղ էլ հասկանալով, որ նորից եմ կրկնում, մեկնարկային առաջին տարին է։ Ես հենց այդ խզումը առաջացնել, այսինքն երբ հրաժարվեց, միգուցե ոչ թե դիտարկենք, ասենք առաջին տարին, այլ եթե ինքը ունի կամավոր ապահովագրական որևէ պայմանագիր, որևէ ընկերության հետ, այդ պայմանագրի ավարտը, միգուցե դա մի տարի ու կես ժամկետ է։ Այսինքն մի տարի չվճարեց, բայց իր պայմանագիրը այն կազմակերպության հետ տարի ու կես էր մնացել։ Այդ պետքա մի քիչ նուրբ լինել այդ անցումների մեջ հասկանալու։ Այստեղ էլ տեսեք, մասնավոր ապահովագրական փաթեթները մեկ տարվա ցիկլ ունեն բոլորը, այսինքն դրանք թարմացման սկզբունքով ամեն տարի վերակնքվում են, որովհետև սակագներն են փոխվում, փաթեթներ են վերանայվում, եւ այստեղ էլ մենք մեր ապահովագրական ընկերությունների հետ իհարկե ուրեմն ունենք աշխատանք, նորից եմ կրկնում, մենք պատրաստ ենք նաեւ մասնավոր փաթեթներ ունեցող անձանց, այսպես առաջնակի որպես ապահովագրող սպասարկումը պատվիրակել, լիազորել մասնավոր ընկերության, որպեսզի անձը մի հոգու հետ առնչվի նաև իր խնդիրների, բայց պետական բազային ապահովագրավճարը պիտի վճարվի այս պարագայում պարտադիր է։ Մեկ էլ հաջորդ հարցը, որ էլի ձեր պատասխանից բխեց, մենք նախատեսում ենք բուժաշխատողների, այո, ասեցին, որ իսկապես անտրամաբանական կլինի, եթե բուժաշխատողը, բուժքույրը, բժիշկը եւ այլն, նրանք չունենան հավելավճար այս ծառայությունների իրականացման արդյունքում։ Բայց մի հարց, այդ հավելավճարները, այսինքն այդ վճարումները տրամադրվելու են հիմնադրամի բյուջեի միջոցներից, թե
Մենք վճարում ենք ծառայության դիմաց։ Ոչ հիմնադրամի հավաքած գումարի, այսինքն ոչ այս ապահովագրավճարների գումարից, ես դա եմ ուզում հասկանալ, այդ վճարումներից, թե դա ուզուտ աշխատավարձային։ Չէ, տեսեք, պիտի տարբերակենք։ Մենք ասում ենք, այս ծառայությունը, օրինակ, ամբուլատոր օղակում սոնոգրաֆիկ ծառայության դիմաց հիպոթետիկ թիվ եմ ասում, 5000 դրամ ենք վճարում։ Այս 5000 դրամը վճարում է ապահովագրության հիմնադրամը ծառայության դիմաց, որպիսի քաղաքացուն սպասարկի պոլիկլինիկան։ Այս 5000 դրամից արդեն պոլիկլինիկայի այո, կառավարչը արդեն կորոշի ինչքան է կգնա աշխատավարձ։ Շնորհակալություն, Հագելինգեն։